Ողջույն։ Համացանցում եւ դրանից դուրս բուռն քննարկվում է այսպես կոչված հայ քաղաքասարակության ներկայացուցիչների Բաքու գնալը։ Հիշեցնեմ, Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունները թատրոն են խաղում, անունը դրել են խաղաղության կամուրջ, վստահության վերականգնում եւ նման մի բան։ Մի 5 հակահայ այնտեղից ուղարկել էին Հայաստան, մի 5 ադրբեջանասերի էստեղից ուղարկել էին Բաքու։ Վերադարձի ասուլիսից հետո նրանց ուղղված քննադատությունները մեղմ ձևակերպում շատ են։ Ու հաճելի է իմանալ, որ ոչ միայն Facebook-ում են դատապարտում, այլև համացանցից դուրս։ Մարդիկ ասում են, բառացի փոխանցում եմ խոսակցությունները։ Մեր անունից ոչ մեկին թույլ չենք տվել Ադրբեջանի հետ բարեկամություն խաղալ, քարոզել։ Դրանք ժողովրդին չեն ներկայացնում։ Հայաստանի անունից էլ խոսելու իրավունք չունեն։ Շատ ՔՊ-ի ադրբեջանասերների անունից։ Բաքվից վերադառնալուց հետո հայտարարություններ են անում, որոնք ավելի շատ ադրբեջանական թեզերի տարածում կարելի է համարել։ Եթե Հայաստան եկած ադրբեջանցիները վերադարձել էին ու իրենց ռեպորտաժներում Երևանը ներկայացնում էին Իրիվան, Հայաստան, Արևմտյան Ադրբեջան, սրանք վերադարձել են ու խոսում են ադրբեջանական խոսույթով։ Պատերազմը Ադրբեջանի համար ավարտվել է, Հաջևն է ասել։ Այլևս Սևանը չի անվանել Գյոչա, տարածքային պահանջներ չունեն։ Ժողովրդի հիմնական հարցերն են։ Բա որ տարածքային պահանջ չունեն։ Հայաստանը ինչու են անվանում Արևմտյան Ադրբեջան։ Բա որ պատերազմը ավարտվել է ու խաղաղություն են կառուցում։ Ինչու կան գերիներ։ Ասում են գերիներին չեն տեսակցել։ Դա իրենց համար առաջնահերթություն չի եղել։ Դե իհարկե, ինչքան գերիները Նիկոլի համար են առաջնահերթություն, այնքան էլ նրա պատվիրակների համար կլինեին։ Պատկերացնում եք, Հայաստանում լինեին ադրբեջանցի գերիներ, այն էլ նախագահ, գեներալներ, ադրբեջանցիներ գային Հայաստան, պաշտոնական պատվիրակություն, ու նրանց չհանդիպեին։ Ինչ կանեին նրանց հետ Բաքվում, հենց վերադառնային։ Արցախցիների վերադարձի իրավունքի մասին էլ չեն խոսել, դա էլ առաջնահերթություն չէր։ Հայաստանի տարածքի օկուպացիայից էլ չեն խոսել, դա էլ առաջնահերթություն չէր։ Որ սահմանապահ շրջանի գյուղացիները չեն կարողանում հող մշակել Ադրբեջանի սպառնալիքների պատճառով, դրանից էլ չեն խոսել։ Լավ, բա ինչ եք խոսել։ Բա վստահության վերականգնման իրենց պատկերացումը այդ ո՞րն է։ Գրել են, քննարկել են համատեղ նախագծեր, մեդիա ոլորտում համատեղ աշխատանք են պայմանավորվել անել։ Կարճ ասած քարոզ։ Իշխանական մեդիայից Զաթո թրքասիրության քարոզը չռում է։ Լավն այն է, որ հանրության մոտ դրական արձագանք չունի, չի էլ ունենալու։ Երևի սրանց ուղեկցող չի եղել, թե չէ կարծում եմ Ալիևի գերեզմանին էլ կգնային ծաղիկ դնելու, շեհիդների պուրակ էլ կգնային։ Ասում է, երբ կողքիդ հեռախոսով խոսում են ադրբեջանցիները, քեզ թվում էր կողքերդ հայեր են։ Շատ վաղուց, երբ լրագրության մեջ նոր էի, մի քանի անգամ լուսաբանել եմ Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի տապալումները։ Ինչ որ մի քանի հոգի կային, որ դրսից գրանտներ էին ստանում ու էլի իրենց համարում էին քաղաքասարակություն, կազմակերպում էին ադրբեջանական ֆիլմերի փառատոն։ Մարզերով ուզում էին անել ու շատ հաճելի էր լսելը, տեսնելը, որ մարզերում հերթով արգելվում էին այդ փառատոնները, կամ տեղի ղեկավարության շնորհիվ, կամ ծեծկռտուքների արդյունքում։ Այդ ֆիլմերի համար դահլիճ անգամ չէին տրամադրում, ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում։ Բայց դա այն ժամանակ էր, երբ իշխանությունը ադրբեջանական շահերը գերակա ուղղություն չէր հռչակել։ Սրանց օրոք վախենամ, այդ փառատոնները պարտադիր դառնան։ Երկար ժամանակ չի անցել, բայց տեսնում ենք, թե ոնց է դեֆորմացվել իշխանությունը։ Ադրբեջանցիները եկել գնացել են ու լցված են թշնամանքով, խոսում են իբր խաղաղությունից, բայց շարունակում են դպրոցներում կրթել հայատյացությամբ, թշնամանքով, նրանք բեմադրում են թատրոններ, որոնցում ծաղրում են հայ զինվորներին, բեմադրում են հայերի գերեվարումներ, Բաքվի ռազմական շքերթին տրիբունայում կանգնեցնում են խաղաղ հայ բնակիչ պապիկին գլխատածին։ Իսկ սրանք ինչ են անում։ Այս թրքասիրությունը, որ իշխանության ու իր սեղանի քաղաքասարակության մոտ է, ուղղակի անվտանգության, ազգային անվտանգության սպառնալիք է։ Չենք զարմանում ոչ մի բանի վրա վաղուց։ Ոչ մի բանի անկումից չենք զարմանում։ Շատ են իջել։ Հա իջնում են ու այդ հատակը չի երևում։ Գերիներին չի տալիս, բայց
իր տարածքով թույլ է տալիս կոմբիկ էր բերել, օրերով շնորհակալություն են հայտնում։ Դժվարում եմ ասել, թե ինչ է մնացել արժանապատվությունից սրանց կամ եղել է, թե չի եղել։ Շրջափակման մեջ գտնվող կիսաքաղց Արցախը չէր ընդունում ադրբեջանական սննդով բեռնատարները։ Երկրաշարժի ժամանակ ամեն ինչի կարիք ունեցող ժողովուրդը չէր ընդունում դրանց օգնությունը։ Կոմբիկերի վրա սրանք ուրախացել են։ Մեր գերիներին տանջելու ֆոնին։ Բաքվում ունեն գերիներ, այն էլ երկրի ղեկավար, գեներալներ, ու այստեղ բարեկամություն են քարոզում Ադրբեջանի հետ։ Չեղած վստահություն են ուզում առաջացնել։ Թրքասիրություն են խաղում իշխանության ամենաբարձր մակարդակով։ Գետին մտնելիք է նման իշխանության առկայությունը։ Լավ, ինչու են կպած ադրբեջանցիների գովքն անում։ Ինչու է այսքան իրենց ձգում դրանց արյունը։ Հետաքրքիր է էլի։ Այսքան բարեկամ երկիր կա, ժողովուրդ կա, որ մեկի համար եք սենց մեռնում կառավարական մակարդակով։ 3 միլիոն հայ ապրում Ռուսաստանում։ Հարազատորեն ընդունում են։ Մեծ մասը այնտեղ աշխատում է, այստեղ պահում են ընտանիքը։ Այդ հզորագույն երկրի նկատմամբ թշնամական վերաբերմունք եք ուզում առաջացնել ժողովրդի մոտ։ Առանց մտածելու, առանց հաշվարկանելու, առանց մեր հայրենակիցների մասին մտածելու, ովքեր ապրում են այնտեղ եւ այստեղ կերակրում են իրենց ընտանիքի անդամներին։ Բայց մեր երկրի մի մասը օկուպացրած, մեզ վրա բայրակտար ուղարկած Ադրբեջանի նկատմամբ ջերմությամբ եք լցված։ Կրկնում եմ, 100 հազարավոր ընտանիքներ այստեղ ապրում են բացառապես տրանսֆերտների հաշվին։ Մի երկրից, որ հետ խռով եք խաղում։ Բախտն է բերել է, որ այդ գերտերությունը ժողովրդին այս կառավարությամբ ու ԿՊ-ով չի չափում։ Ասում են, Հաջիևն ասաց, պատերազմն ավարտվել է Ադրբեջանի համար։ Վերջ, Ադրբեջանից ով ասաց պատերազմ չի լինի, արդեն երաշխիք է։ Սպառազինության ձեռքբերումը կրճատում են, բանակը կրճատում են, անվտանգային գործընկերներ զաթո էլ պետք չեն։ Իմացանք, որ Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի նոյեմբերի 27-ին Բիշկեկում ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկվում։ Արդեն երկար ժամանակ է, որ չեն մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Մասնակցում են ինչ անեն։ Անվտանգային պարտիորն ինչի է պետք։ Հաջիևը քաղաքասարակությանն ասել է, պատերազմն ավարտվել է, վերջ։ Կարճ ասած, այսպես կոչված խաղաղության կամուրջ անունով գործընթացը ուղղակի սրտխառնոց է առաջացնում։ Այդ գործընթացին մասնակցող մեկ հոգի կա, որ վստահություն է վայելում հանրության մոտ։ Մեկ հոգի կա, որ կարող է կամրջի դեր կատարել։ Այս իշխանության մեջ վարչապետից մինչև այն ամենահետին պաշտոնյան, իրենց ողջ ՔՊ-թիմը, իրենց սեղանի քաղաքասարակությունը վաղուց վստահություն չեն վայելում եւ երևի չեն էլ ունեցել։ Հայ-ադրբեջանական այսպես կոչված վստահության վերականգնումը իմ կարծիքով գործընթացը ոչ թե հարաբերությունների կարգավորմանն է ուղղված, ոչ, այդտեղ հարաբերություն չկա, տիրոջ ու ծառայի հարաբերություն է, այլ մտավախություն ունեն, որ ադրբեջանցիներին Հայաստան բերել բնակեցնելու քարոզ է արվում։ Բաքու այցելածները իզուր չէին պատմում, իբր գրապահոցի վերածված հայկական եկեղեցու աշխատող կինը, որը Հայաստանից գնացած ադրբեջանցի է, կարոտել է այն բնակավայրը, որտեղ ծնվել, մեծացել է։ Պատրաստվեք, ժողովուրդ։